Սիրելիներ ողջույն, մեզ մոտ ապրիլի 7-ի գիշերն է, 11-ն է, երեխեքը քնել են ու քանի որ Արտաշեսի ծնունդն է վաղը, մենք իր համար նվեր ենք պատվիրել, որը ունի այս տեսքը, անկեղծ եթե լինեմ, մենք Wildberries-ից միանգամից երկու նվեր ենք պատվիրել, մեկը տատիկ պապիկն են այսպես ասած նվիրելու իրան, իրենք են պատվել, ուղղակի ես Արտաշեսի հետ եմ ընտրել, հա, դրա համար ենք Wildberries-ից պատվել, որ իրա սրտով լինի, մեկն էլ մենք ենք նվիրելու, էլի իրա սրտով, որպեսզի լինի, պատվերը տեսել է on-line վիճակում, բայց այսպես հասած տարբերակով չի տեսել, խորենը վերցրել էր Արտաշեսի սիրած գույնի թուղթ, և հիմա մենք կփորձենք տունը մի քիչ զարդարել, նվերը փաթաթել, որպեսզի վաղը սրա վրա ժամանակ չկորցնենք, քանի որ վաղը մի քիչ խառն է մեր օրը լինելու։ Կարմիրները համարյա փչեցինք, ես ու Խորենը համատեղ ուժերով, նվերը փաթաթել եմ, անցնում եմ սև փուչիկներին, ահագին շատ են իրականում, ձեռքի հետ էլ շտոք ձեկագդան ենք նայում, հարցերին նենց լավ եմ պատասխանում, բոլոր հարցերի պատասխանել եմ մինչ այս պահը։ Սիրելի հետևորդներ, մեր բոլորիս կողմից սիրված Խորենը հավաքում է այստեղ կոմպոզիցիան, այո, երեխեք, այս կադրում ինչ կտեսնեք, սրբիչ, մրբիչ ուշադրություն չենք դարձնում, մի քիչ խառն է հյուրասենյակս, բայց ոչինչ, կարևորը մեր սիրտը լայն լինի, այս Արտաշեսից նվերն է, մի քիչ տձև նվեր է ինքը, կառոպկա չէր, այսինքն տոպրակ էր, դրա համար դժվար էլ փաթեթավորել եմ։ Հիմա Խորես մնաց մոտավորապես մի 10 փուչիկ, հա, թե ավել։ Չէ, ավել, 20 երևի։ Իրական քունս տանում է, բայց խորիկից չեմ ուզում մենակ թողնեմ, դրա համար այնպես լավն էին այս փուչիկները, յարկի սենց։ Հա, ուտեմ քեզ։ Մազերը կտրե, սիունացե, սիմպացե, չէ, որովհետև մեկը դու իմն ես։ Այո։ Ես ունեմ ասել ոչ։ Հրսան, լավ, մի հատ անջատեմ ես հարցերը լուծենք, հետո Եթե բլոգներում չերևամ, ուրեմն լավ եմ լուծել հարցերը։ ուրեմն բարձ ամեն ինչ։ Երեխեք ջան։ Դե խոր։ Լոմկա գցեցիր։ Փուչիկները փչել են։ Հա, փուչիկները փչել ենք։ Իրականում սև գույնը, որ ասեմ իմ ֆավորիտն է, կարմիրն էլ չէ։ Ես զարդարանքի հարցում իրանց այդքան չեմ սիրում։ Բայց քանի որ մեր թեմատիկան Spider-Man-ն ու Venom-ն են, ու Արտաշեսը սիրում այդ մոնստրիկային թեմատիկան, եւ իր 10-ամյակն է, ոնց կարող է ես իր ուզած թեմատիկայով չկազմակերպել ինչ որ sense զարդարանք, չէ՞ Խորես։ Դա իրեն պիտի։ Այո, իրեն պիտի հաճելի։ Մի խոսքով, sense սիրուն բան ստացվեց, մի երկու սիրուն փուչիկ կա, բայց որ փչենք ֆոլգայից են դավը կարտնանա ու խաղա գմփցնի, դրա համար դա կանենք իրիկունը, ավելի ուշոտ։ Առայժմ այսքանը նվերը բայց էլի կպահեմ, Արտաշեսից դպրոցից որ վաղը կա, նոր կտամ իրա նվերը, որ տենց սպասումը օրվա ունենա էլի ամբողջ ընթացքում դասերի։ Մեզ մոտ նոր օր է բացվել, Արտաշեսից դպրոցում Խորենը դաս ունի, եղանակը շատ վատնա հարամ արեց ու պատմադից իրա վրա ջղայնացած եմ շատ, հա, մոլ ենք գնալու, հեչ այս եղանակին մարդու դուրս գալը տնից չի գալիս։ Բայց գիտեմ ոնց իսպրավիցիան եք։ Ոնց իսպրավիցիան եք։ Կոպոնք ինչպես կակ վերցնեք ու ոնց վերնալու։ Ինչ վերցնեք։ Ինչ պետք է։ Հա, ինչ պետք է տանեք, հա, օքեյ, շատ հետաքրքիր իդեա։ Կաղան ձև կա։ Հա, զոնտիկ կվերցնենք։ Մի խոսքով, հիմա Արտաշեսս որ տնից կա, հետո արդեն պետքա գնանք, բայց մի հատ խնդրեմ կա։ Ու քո զոնտիկը ինչ տաս։ Կարո։ Մի հատ խնդրեմ կա։ Ուրեմն տորթը, որը պատվել եմ Արտաշեսի համար, կամպանիան առաքումը իրականացվում է սենց, իրանք ունեն այդ օրվա առաքումների ցանկը, ու թե որ ժամին, որ ճանապարհի վրա, որը հարմար կլինի տան, իրանք հստակ չեն կարող ասել։ Հիմա այսպեսի մի հատ մտավախություն ունեմ, որ մենք տանը չլինենք ու տորթը գա, այսպես մոմենտ կա։ Ես իրանց հետ խոսացի, ասեցի, որ եթե մենք տանը չլինենք, օքեյ, ասենք, սկեսուրենցս հասցեն տամ, էլի այս տարածքում է, այնտեղ տակ, ասեցի, ոչ մի խնդիր։ Ուղղակի մի հատ էլ ուրիշ հարց կա, որ սկեսուրս էլ տանը պետքա լինի, էլի աշխատանքից եկած պետքա լինի։ Մի խոսքով, какие-то вот такие размышления вслух, да? Ջոն։ Սախտուն, այստեղ է դաս բան կան։ Զարդարել։ Հա։ Դե, եթե ուզում ես մի բան կմտածենք։ Մենք
համար է ուզում անդեղել զարդարենք։ Ջորջ ջան, Արտաշեսը տուն է վերադարձել եւ իհարկե անհամբեր է իր նվերը բացելու։ Դավայ, բացի։ Օրենի մոտ մի երկու դաս կա, պարապի, որ գնանք։ Հավեսնա։ Դավես, դա իր նվերն է, տուր թող ինքը զննի քնի, դու քո նվերը կստանաս այսօր, լավ։ Հա, նայ, դու կարող ես կողքից նայ։ Հավեսա։ Դավիթս քեզ կկարողանա արցին հավաքել։ Կստացվի իր մոտ։ Երեխեք ջան, մենք պատրաստ ենք, գանձերս պատրաստ են, տաքսին եկել է, ուր են գնում։ Մեգամոլ։ Այո, բայց պետք է ասել մեգամոլ, այսպես։ Մեգամոլ։ Մենք հասանք, երեխեք ջան, այստեղ էսպիսի ծաղկային բան է։ Գնա դավս, ներս, դավ։ Այսպես։ Երեխեք ջան, մենք արդեն տեղում ենք, եկեք ես լույսը անջատեմ։ Թամ վերցրեց խորենը, ես կոլա, ես ուղղակի ամեն թամ չի, որ կարող եմ խմեմ, չգիտեի սրա համից դուր կգա, թե չէ։ Բանի հետ խմեք սոկը։ Հա, դավես։ Էսա պիցան գա։ Հա։ Անես քեզ ես վերցրել։ Հա, որտեվ ես վստահ չէի, որ թանի համը դուրս կգա խոր։ Հա, ես էլ եմ աչի անգամ դուրսել։ Քիչ էլ ինձ նկարեմ շունգել, վերջապես սա իմ բլոգն է, այո։ Որոշեցինք մի բան ուտենք, նոր գնանք խաղերի հետևից, որովհետև առավոտից նորմալ բան, ասենց ոնց որ չենք սնվել, ոտի վրա ձեռի հետ։ Առողջություն, ստից բրշտում է։ Մի խոսքով, մի հատ պիցա կեսար եմ վերցրել, մի հատ էլ բան, պեպերոնի, դե գիտեք, այդ սկզբում պանզոր վերցրեցինք, հետաքրքիր տարբերակ էր։ Դավիթ, որ խոսում եմ ինձ մի ջղայնացու, դիտմամբ է անում, ասել եմ, որ խոսում եմ, հետս հավասար մի խոսա։ Ուրեմն կար պեպերոնի պիցա, ծերերը սպանրի գլանակներ էին։ Սկզբում որ ասես սպանրի եզրերով ինձ ուրիշ ձև թվաց։ Ուզեցինք, բայց հետո Արտաշեսը տեսավ այդ նկարի մեջ, ասել չեմ ուզում, դե փոխեցինք։ Պապա մի հատ խնդրում եմ մեզ կազմակերպես։ Սաղաչ պետք է ձեռքերը Այս տեսքո, Միլանոյի պիցաների չափը շատ լավն է։ Այս պիցա հատի մեծը այսքան փոքրիկ է։ Համով է դա։ Արծիք ես դուր է գալիս։ Ապրի Արտաշես ասում է։ Դու ինչ կասես, հայր։ Սպասում եմ կարծիք Եվ համով է, դե լավ է։ Համով։ Բարի ախորժակ մեզ սիրելիներ։ Այս էլ մյուս պիցան, որը կոչվում է կեսար։ Երեխեք, նկարի բուտկա ենք մտել, հավես ֆոտոներ, մի արա։ Այստեղից ֆոտոները կհանենք հեսա։ Դավ ջան, մի րոպե։ Իմ նկարներից մեկում թուշիկը ճզմել եմ, հələ նայեմ, հələ թող։ Հələ մի արա, կարողա դեռ չի չորացել, էլի կարողա գա։ Այսպիսի հուշ կլինի։ Տել են երկու աղբեր ես լաբիրինտ, ժողովուրդ, սա իմ ստրեսն է, դավը գժի պես տեղն-տեղ է վազում, ես չեմ կարում այս արանքները մտնեմ ու չգիտեմ, շատ անհանգիստ եմ, որովհետև վտանգավոր էքստրեմալ է դավը, Արտաշեսն էլ ասում եմ աղբորը տեր կանգնի, ինքը իր խոդով Պրակազնիկ, ես ինչ ահռելի տարածք է, կոնտրոլ անել ստեղ իրանց անհնար է ժողովուրդ։ Խորենը ներս մտավ, ոնց է, ես տեից ես հսկե, Արտաշես գուշը տեղ չվնացվեք, իսեր աստծո։ Երեխեք ես որոշեցի էգոիստաբար վարվել, այն որ խորենին պաղպաղակ չի կարելի այսպես թեմպես, երեխեքն էլ հետո կուտեն եթե ուզեն, ու քանի որ խորիկը մտավ ես դուրս եկա, մտածեցի ինչի այնտեղ այսքան բեշը ձեռս կանգնեմ, եկա պաղպաղակ վերցրեցի, մեկա երեխեքը չեն թողում, որ ես հանգիստ պաղպաղակ ուտեմ, միշտ վազքով եմ ուտում, ինչև իրանց գալը։ Մեծանալու հետ իմաստանում ենք։ Դաբուկայի մոտ լացի կապրիզի ժամը սկսա։ Հա։ Շատ լավ է։
Խոր մի հատ կարած փոխես, ինքը բարսա չի սիրում։ Խոր իրա հետ փոխելի աղբոր։ Այո, ինչ ա, էլի ես ուզում, Ռոնալդո չնդա, կերպին փորձ։ Ես ազարտնիկների մեջ եմ ընկել ժողովուրդ ջան։ Ես հասկացա այս աղջիկ երեխա եմ ուզում։ Մի հատ էլ։ Հետո։ Այո, ինչ ա, էլի ես ուզում, Ռոնալդո չնդա, կերպին փորձ։ Ես ազարտնիկների մեջ եմ ընկել ժողովուրդ ջան։ Ես հասկացա այս աղջիկ երեխա եմ ուզում։ Մի հատ էլ։ Հետո։ Եկել ենք Բատուտ։ Կարաս, բայց չթռնես, հանգիստ մտի։ Ես այն եմ։ Հա, մենակ հանգիստ, լավ։ Հավեսա։ Հատուկ ստորագրությամբ են ներս թողում, քանի որ տեղը տրավմապասն է, դե այդ պարզա։ Դե համար ես ու Խորենը մտել ենք, որ հսկենք իրանց, վտանգավոր բաներ չանեն։ Մի րոպե, Դավիթ, օй, այդ բարձրից ա ուզում թռնի։ Դավիթ բարձր արիստե։ Ուզում ամենա բարձրից թռնի, արծի։ Մամա, վախենում եմ։ Դե եթե կարաս թռի, վախենում եմ։ Հասկին մի խան որոշեն եք խաղել եկել։ Հեսա դու էլ կանես, սպասի։ 4 հատ կտրոն, դե վեցրում։ Հագին կտրոններ պոկեց, երեխեք։ Քաշի ուժեղ մի քիչ, բալես։ Ահա, եկեք էստեղ։ Հիմա մենք մերը Մասեսը։ դավը, ես դնենք ստեղ, Դավը այդ եթե մատուկների հավանեցի, շատ, բայց տատիկը չի կաղացել բացի գիտես չէ։ համար ենք առաջ ժողովուրդ, որ ինքն էլ իր նվերը ստանա ավանդույթի պես, միշտ մենք մեկի ծնունդին մյուսին էլ ենք ինչ-որ բան նվիրում։ Հա, ստացվում, հա։ Երեխեք, էս էլ մեր տորթը։ Մի հատ նայեք Արտաշեսիս ուզած ձևով, շատ սիրուն է։ Հեսա Խորենային մի քանի փուչիկներ փչի եւ կազմակերպենք այդ տորթի փչման արարողությունը։ Դավ դուստեր ինչ ես թափել, ստե ինչ որ բան թափել է։ Որ ես գիտեի ամբողջական է։ Բողոքի ակցիա է իրականացնում։ Ես գիտեի դա ամբողջական է։ Պատրաստ որ Տարեդարձ է այսօր, տարեդարձ է այսօր։ Գմփուցիկներից հետո իրանց սիրած մասն է։ Պատերը։ Փոշեկուլը բերես, անցնես գործի խոր։